Բարև ձեզ։ Օրերս Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնը հրապարակեց պատմության հարցեր տարեգրքի երկրորդ հատվածը։ Այստեղ հոդվածագիր հեղինակների, պատմագետների խումբը հավակնություն է դրսևորում, ինչպես իրենք են ասում, վերափոխել պատմություն գիտակարգի հեռանկարը։ Ինչ է դա նշանակում։ Մասնավորապես գրքի խմբագիր պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը նախաբանում գրում է, որ հեղինակի արհեստավարժ աշխատանքը հույժ կարևոր է, որպեսզի անցյալը դառնա պատմություն։ Պատմագիտական մտքի եւ ընդհանրապես հումանիտար մտքի ճգնաժամի մասին մենք այսօր կզրուցենք պատմագրքի հեղինակներից մեկի, հոդվածագիր հեղինակներից մեկի, պատմագետ Սմբատ Հովհաննիսյանի եւ գրող թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Բարև ձեզ։ Ես վստահ եմ, որ դուք եք կասեք հենց սկզբում, որ համաշխարհային կամ հումանիտար մտքի ճգնաժամ կա այսօր ամբողջ աշխարհում։ Սակայն որպեսզի հասկանանք տարբերությունը եւ որպեսզի սահմանենք ի վերջո որն է մտքի ճգնաժամը, հումանիտար մտքի ճգնաժամը, հավանաբար սկսենք այն պարզ հարցադրումից, թե ինչ է նշանակում մտքի ճգնաժամ, որն է հումանիտար մտքի ճգնաժամը։ Ճգնաժամ ասվածը, ճիշտն ասած, երբ որ վերջին շրջանում սկսում են խոսել, ավելի շատ դա ներկայացնում են իբրև փակուղի, ավարտ, վերջ, որ դրանից հետո կարծեք թե ոչինչ չկա։ Իրականում ճգնաժամը մենք պատմագիտական մեր խումբը կարծում ենք, որ դա տրված հնարավորություն է։ Երբ որ գալիս հասնում ենք մի իրավիճակի, երբ որ նախկին մեթոդաբանական, արժեբանական համակարգերն այլևս ի վիճակի չեն նոր ստեղծված ժամանակաշրջանը փոխանցելու եւ կամ մեզ ինտեգրելու նոր իրականություն։ Ուստի ճգնաժամը, ինչպես հայերեն բառն էլ ինքն է հուշում է, ճիգ բառն է, արմատն է դրված մեջը, որը ենթադրում է որոշակի այո ճիգ, որով պետք է մենք կարողանանք ստեղծված իրավիճակը հաղթահարել։ Պարզապես մի կարճ ասեմ, որ պատմագիտական միտքը եւ ընդհանրապես հումանիտար միտքը մի անգամ չէ, որ մտել է փակուղի ճգնաժամ։ Սա կրկնվող, պարբերաբար կրկնվող իրավիճակ է, որ անընդհատ մեզ վերադարձնում է այն իրողության շուրջ, որ սրանից հետո պետք է ստեղծվի նորը։ Իսկն նորացման, արդիականացման հնարավորություն է ճգնաժամը։ Ճգնաժամ նաև նշանակում է ընտրության ճգնաժամ, այսինքն ընտրության խնդիր։ Ինչ ընտրության առջև է այսօր ձեր կարծիքով կանգնած մեզանում հումանիտար միտքը։ Ինչի միջև, ինչ արժեքների միջև պիտի ընտրություն կատարի։ Նախ եւ առաջ ես կուզենայի մեր զրույցի արտակոп պատկերը տալուց առաջ մենք հասկացությունը ճշտենք։ Ինչ է նշանակում հումանիտար միտք։ Ընդհանրապես հումանիզմ ինչ է նշանակում։ Հայերեն թարգմանում են մարդասիրություն, որը նեղ թարգմանություն է եւ հասկացության ամբողջ մարդաբանական, փիլիսոփայական շրջանակները չի տալիս։ Հումանը, այնինչ հուման է, այնինչ հումանիստական է, այն է, ինչի ուշադրության կենտրոնում մարդն է, կոպիտ այսպես ասենք, ոչ թե քաղաքացին, ոչ թե մտավորականը, ոչ թե տնտեսագետը, փիլիսոփան, այսինքն իրենց մասնավորությունների մեջ, այլ կոնկրետ մարդը։ Հետևաբար հումանիտար գիտությունների մասին խոսելիս մենք պետք է նկատի առնենք այն գիտությունները, այն միտքը, որոնց նպատակը մարդ ձևավորելն է, որոնց կենտրոնում մարդն է մնացյալ իր բոլոր հատանցյալներով։ Որպեսզի միտքը ավելի պարզ դառնա, ես ասեմ, որ 10-րդ դարում Եվրոպայում կար մի Սմբատը դա կհաստատի մի դպրոց, որի հիմնադիրը եւ խոշոր ներկայացուցիչը շվեյցարացի մեծ պատմաբան եւ հումանիստ Յակոբ Բուրկարտն էր, որը կոչվում էր պատմամշակութաբանական դպրոց։ Այս դպրոցի ձևակերպումները հումանիտար միտք, հումանիզմ բառերը իմ կարծիքով շատ մեկին շատ ամփոփ ներկայացնում են։ Բուրկարտը եւ այս դպրոցի ներկայացուցիչները կարծում էին, որ ինքը պետությունը, եթե հումանիտար մտքի վրա չի կառուցվում, ինքը չի կարող լինել այն, ինչի համար ինչին ինքը կոչված է։ Դրա համար Բուրկարտը կարծում էր պետությունը անվանում էր մշակութաբանական երևույթ։ Օրինակ Մեդիչիների իշխանությունը, Մեդիչիների ժամանակվա եվրոպական, իտալական
թակավորությունը նա համարում էր մշակութաբանական երևույթ եւ այստեղից իր երկրորդ միտքն էր արտացում, որ մշակույթը ինքը քաղաքականություն է։ Իհարկե տվյալ դեպքում եթե մենք քաղաքականության բառին չտանք այն իմաստ, ինչ որ 20-րդ դարից ֆունկցիոնալ իմաստով տրվեց եւ այսօր էլ թմկարվում են, որ պետք է մշակույթը քաղաքական լինի։ Բուրքհարտը չի ասում մշակույթը պետք է քաղաքական լինի, ասում է մշակույթը քաղաքականություն է։ Ահա այս չափանիշներով եթե նայենք, մենք տեսնենք, որ այսօր իհարկե մեր պետության մեջ, մեր երկրում անկախ իր առանձին մասնավոր դրսևորումներից, որոնցից մեկն էլ այս ալմանախ ասենք, սրան հանդեսի տարեգրքի հրատարակությունն է, մեր երկրում իսկապես հումանիտար մտքի ճգնաժամ կա։ Ինչ նկատի ունեմ սա ասելով։ Առաջին հերթին ոչ թե այն, որ գիտնականներ չկան, լավ պատմաբաններ չկան, լավ գրողներ, գրականագետներ եւ այլն, բոլորն էլ կան, բայց ես կարծում եմ, որ հումանիտար մտքի ճգնաժամ նշանակում է այն պահը պատմության մեջ, երբ որ հասարակական, պետական, սոցիալական, քաղաքական դիսցիպլինները մտքի վրա չեն կառուցվում, այլ կառուցվում են թող որ ճիշտ հաշվարկների, թող որ ճիշտ տնտեսագիտական հիմնավորումների, թող որ ճիշտ սոցիալական հարաբերությունների վրա, որոնց տակ ահա մարդու նկատմամբ հումանոիդի նկատմամբ այդ հումանիստական վերաբերմունքը հանված է, բացակայում է։ Եթե մենք այսօրվա եվրոպական մտքին ծանոթ լինենք, մենք տեսնենք, որ այսօրվա քաղաքակրթական մակարդակը աշխարհի ընդհանրապես գալիս է մեզ ասելու, որ այո, հումանիստական մտքի ճգնաժամ կա, դա Հայաստանում արտահայտվում է առավել եւս ընդգծված կերպով, թե ինչու հույս ունեմ, որ առիթ կունենանք դրան անդրադառնալու։ Այո, անկասկած, եւ շեշտելով նաեւ այն հանգամանքը, թե ինչպես է ծնվում միտքը կամ որտեղ պիտի ծնվի այն միտքը ճգնաժամի արդյունքում, որպեսզի ճգնաժամը դառնա ոչ թե փակուղի, ինչպես միգուցե իրավացիորեն ընկալվում է, գոնե մեզանում ճգնաժամերը շատ հաճախ փակուղի են մտնում կամ անընդհատ ճգնաժամերի շրջան ենք ապրում եւ ճգնաժամը դառնում է սովորական կենսակերպ։ Ինչպես է հաղթահարվում ճգնաժամը։ Իբրև հաղթահարման մոդել հարացույց ես կարող եմ առաջարկել ֆրանսիացիների կողմից ստեղծված անալների դպրոցը։ Դա չափազանց կարևոր իրողություն է նաեւ այն առումով, որ այսօրվա պոստմոդեռնիստական պատմագիտական իրականության մեջ, երբ որ ճգնաժամը այսպիսի խոր ծավալումներ է ձեռք բերել, ուշագրավ է, որ համաշխարհային պատմագիտական միտքը ինքը եւս վերադարձել է անալների դպրոցին։ Այսինքն ինչպես նրանք կարողացան 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբին ի հայտ եկած պատմագիտական մտքի ճգնաժամը հաղթահարել, որն էր այն առավելությունը նրանց, որն է նրանց նորամուծությունը, նորացումը։ Այս առումով, ինչպես պարոն Մովսեսը նշեց, այո, մարդակենտրոնության հասկացությունը կար։ Ֆրանսիական իրականության մեջ դա մասնավորապես ձևակերպվել էր Անրի Բերը, իր ամսագրի շուրջ համախմբելով մի խումբ պատմագետների, որոնցից մեկը Լուսիեն Ֆևրը եւ Մարկ Բլոկն էին։ Թեպետ նա այս ժամանակաշրջանում չկարողացավ պատմագիտական այդ ճգնաժամին լուրջ պատասխան տալ, բայց ստեղծեց այն պլացդարմը, այն հնարավորությունը, որ արդեն պետք է իրականացնեին Ֆևրը եւ Մարկ Բլոկը։ Եվ ահա նրանք իրենց աշխատանքը սկսեցին հենց մարդուց, մարդակենտրոնության գաղափարից, բայց այն տարբերությամբ, ի տարբերություն իրենցից առաջ եղած պատմագետների, ովքեր եւս մեկնարկում էին մարդուց, բայց մարդուն դիտարկում էին մեկուսի, մեկուսացված էին դիտարկում։ Նրանք մարդուն դիտարկեցին մարդ եւ մարդ, մարդ եւ խումբ, մարդ եւ հասարակություն, մարդ եւ աշխարհագրություն, այո, բոլոր չափումներով, անգամ մարդը տնտեսական հարաբերությունների մեջ, մարդը իր շրջակա աշխարհագրական եւ հասարակական հարաբերությունների ողջ բարդությամբ նրանք դիտարկեցին։ Դա հնարավորություններից մեկն էր, որը նպաստավոր հանդիսացավ ճգնաժամը հաղթահարելուն։ Իհարկե, մեկն էր։ Անալների դպրոցի հետագա ձեռքբերումներից պետք է լիներ նաև այն, երբ որ նման հարցադրման համապատկերում մարդը արդեն դիտարկում էր իբրև պատմական կերպար, այսինքն եթե նախկինում մարդուն դիտարկում էին տրվածություն, ապա այժմ նրանք դիտարկում էին մարդուն իբրև ստեղծագործություն եւ յուրաքանչյուր ժամանակաշրջան, պատմաշրջան ունի մարդու իր իդեալոգիան եւ մարդու իր ստեղծագործությունը։ Այստեղից պետք է գար արդեն ազգագրագետներից վերցված մենտալիտետ, մտակեցվածք, հասկացությունը, որի նորամուծություն անալների կողմից այս բնագավառում բավականին հեռանկարներ բացեց։
մտակեցված, որովհետև դա հնարավորություն էր տալիս մարդուն իր ժամանակի մեջ դիտարկել, մարդ, որը կարող է քո ժամանակներից տարբեր մտածողություն ունենալ, տարբեր վարք ու բարքի տիրապետել։ Պատմությունը մեզ համար հաճախ ընկալվում է որպես իրադարձությունների շղթա, որը կամ լավ է գրված, կամ վատ, կամ կողմնակալ է, կամ անկողմնակալ, որպես կանոն կողմնակալ, որովհետև սուբյեկտի հետ գործ ունենք, գրողի, եթե կողմնակալ է, ուրեմն թերի է, հետևաբար պատմությունը մեզ չի ներկայանում այնպես, ինչպես պետք է եւ անհետաքրքիր է։ Սա միգուցե ավելի մակերեսային քննադատություն է, բայց մենք երբ ենք անդրադառնում մեր պատմությանը։ Ընդհանրապես պատմությունը մեզ երբ է հետաքրքիր։ Եվ եթե հետաքրքիր է, ապա պատմությունը մեզ պատասխանում է, այն պատմությունը, որ գրվել է պատմաբանների կողմից ի վերջո։ Սմբատը իհարկե ավելի պրոֆեսիոնալ պատասխան կտա, քանի որ պատմագետ է։ Ես ձեր հարցին կարող եմ շատ սուբյեկտիվ պատասխան տալ, բայց որ իմ համոզմունքն է։ Հույները պատմության ասում էին հիստորիա։ Հիստորիա նշանակում է որևէ բան վերապատմել։ Հունական միջավայրում հիստորիա բառի կողքին կար նաև քրոնոլոգիա տերմինը, որը նշանակում է ժամանակագրություն։ Հիստորիան եւ ժամանակագրությունը դեռևս պատմություն չեն։ Գերմանացիները այս երկու բառերով էլ չբավարարվեցին եւ ստեղծեցին գեշիխտե բառը, որը գեշեհն եղելություն բառի, այսպես ասած, թանձրացականացված տերմինն է։ Գերմանական միտքը ամեն մի դեպք իրադարձություն, որը պետք է ժամանակագրվի, պատմություն չի համարում։ Պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ այդ ամեն ինչի մեջ սկսում է մուտք գործել ոգին եւ դառնում է իրադարձությունը դեպքը ոգու պատմություն։ Որպեսզի ասածս ավելի վերացական չհնչի եւ ավելի կոնկրետ լինի, ես պետք է ասեմ, որ այս իմաստով համաշխարհային պատմությունը առանձին մասնավոր դեպքերը եթե հանենք, ժամանակագրական պատմություն է։ Սմբատը ես գիտեմ, որ այստեղ ինձ հետ կվիճի, բայց թե աշխարհի բուն պատմությունը, մարդու բուն պատմությունը, հոգու բուն պատմությունը որտեղ է գրված, ես չեմ կարծում, թե միայն պատմական գրքերում։ Օրինակ ես կարող եմ այստեղ մի հարց տալ։ Համաշխարհային ոգու պատմությունը Սմբատի հիշատակած մեծ պատմաբանների գրքերում է ավելի լավ արծարծված, թե Հոմերոսի Իլիականում կամ Ոդիսականում, թե ասենք Նարեկում։ Սա իհարկե շատ բարդ հարց է, եթե մեր այսօրվա զրույցը նվիրված է կոնկրետ պատմությանն ու պատմագրությանը, ուրիշ բան, բայց եթե խոսում ենք հումանիտար մտքի մասին, իմ ասածը մեր զրույցի մեջ տեղ ունի, ես իրավունք ունեմ այս բաները ասելու եւ պետք է ավելացնեմ, որ սրանք ասում եմ նկատի ունենալով հետեւյալը. հումանիտար միտքը, այսինքն մտքի հումանիտարությունը, եթե կյանքի պետության, սոցիումի, տնտեսագիտության եւ այլն հիմքում չի ընկած, դա նշանակում է, որ կյանքը ինքը ոչ չունի։ Սա շատ կարևոր է ինձ համար, որովհետեւ կյանքը ինքնին գոյություն ունի, գրես էլ գոյություն ունի, չգրես էլ գոյություն ունի, բայց հումանիտար միտքը հենց որ մտնում է կյանքի մեջ, կյանքը իր թե քաոսային, թե քտոնիկ, թե բոլոր տնտեսական, սոցիալական, քաղաքական դրսևորումները ամփոփում է մի ոճի մեջ եւ կյանքում հայտնվում է այն, ինչ որ գերմանական փիլիսոփայության մեջ կոչվում է կյանքի ոճ։ Եթե գոյություն չունի այդ կյանքի ոճը, կյանքը գոյություն չունի։ Կյանքը գոյություն ունի որպես ավտոմատ ինքնուրույն, ինքնաբերաբար հոսող մի գետ, որի դեմ յուրաքանչյուր ոք կարող է քաղաքական գործիչ նկատի ունեմ գալ, ամբարտակներ կառուցել, տանել այս ուղղությամբ, տանել այն ուղղությամբ եւ այլն եւ այլն։ Ահա երբ որ մենք ասում ենք հումանիտար միտք, դա վերաբերվի թե պատմությանը, թե գրականագիտությանը, թե փիլիսոփայությանը եւ այլն, ահա ես առաջին հերթին պատկերացնում եմ այն ոգին, որը կյանքին ոչ է հաղորդում։ Եթե մենք խոսում ենք այսօր հումանիտար մտքի բացակայության մասին, մենք պետք է առաջին հերթին, ճգնաժամի մասին, բացակայության մասին, մենք պետք է առաջին հերթին խոստովանենք, որ այո, այսօր կյանքը ոչ չունի։ Այսօր կյանքը ունի շատ բարձր դրսևորումներ,
քաղաքական թե սոցիալական բարեկեցության հրաշալի դրսևորումներ, որոնց մարդկությունը առաջին անգամ է հասել, բայց ինչքանով են դրանք ոճավորված, ինչքանով են դրանք ոճի մեջ, ահա հարցերի հարցը, որը կյանքը դարձնում է կյանք, պատմությունը պատմություն, միտքը միտք եւ մարդուն էլ մարդ։ Մենք իհարկե քննարկում ենք այստեղ այսօր փորձում ենք քննարկել ոչ միայն պատմության որպես գիտության խնդիրներ, այսինքն պատմությունն էլ դիտարկում ենք հենց որպես ֆենոմեն, երևույթ, ֆենոմեն կյանքի մասին պատմածները եւ քանի որ դրան ավելի շատ պատմագիտությունն է անդրադառնում, հիմնական թիրախը, նաեւ քննադատությունների թիրախը պատմաբանների պատմության որպես գիտակարգի նկատմամբ է։ Պատմությունը նաեւ իբրև հումանիտար մտքի ինչ որ մի հատված այդպես դիտարկելով եւ քանի որ ես էլ դրան եմ հատկապես տիրապետում, բնականաբար պետք է օրինակները այդ հատվածից բերեմ։ Այս առումով կուզենայի ուրեմն դիտարկել դեռևս նոր երբ որ պատմագիտությունը որպես գիտություն էր ձևավորվում, այդ ժամանակաշրջանի մի իրողություն, Ֆրանսիս Բեկոնը պատմությունը փորձեց ձևակերպել, տեսեք փիլիսոփաներն են դրանով սկսում զբաղվել։ Պատմագիտությունը ձևավորում են հենց փիլիսոփաները։ Ֆրանսիս Բեկոնը նա հետաքրքիր մի զուգահեռ անցկացրեց պատմություն եւ հիշողություն։ Եվ ըստ նրա պատմությունը եւ հիշողությունը ըստ էության նույնն են, բայց հետագայում անգլիացի խոշոր պատմագետներից Քոլինգվուդը ինչպես նկատում է դա, ասում է թե այդ մոդելով մենք շարժվելու լինենք, նշանակում է մենք պատմագետների կարիք չենք ունենա, որովհետեւ կգրենք այն, ինչ որ հիշում ենք։ Դրանից հետո Դեկարտը առավել եւս մի հարված տվեց պատմագիտությանը, որը նոր փորձում էր կայանալ, երբ որ նա այդ հիշողության համապատկերում զարգացրեց մյուս թեզը, երբ որ ասում էր, որ պատմությունն ըստ էության ոչ մի կապ չունի իրականության հետ, քանի որ նա գրում է մի բանի մասին, որը չի եղել այնպիսին, ինչպիսին որ գրվում է։ Սակայն հենց այս երկու հատվածներում են, որ նրանք հարգարժան այդ փիլիսոփաները սխալվում էին այդուամենայնիվ, որովհետև պատմությունը անհրաժեշտ է ոչ թե նրա համար, որ այնինչ հիշում են, որպեսզի դա գրեն, այլ անհրաժեշտ է, որ գրվի այն, ինչը հենց չեն հիշում։ Այնց այդ գոյություն ունեն փաստեր, իրողություններ, երևույթներ, որոնց բեկորներով պատմագետը կարողանա, պրոֆեսիոնալ պատմագետը մասնավորապես կարողանա անցյալը վերականգնել։ Այստեղից մի հետաքրքիր ուրիշ չափում պրոֆեսոր Ստեփանյանը դա ձևակերպում է տարտամ անցյալականություն, որը պետք է դառնա անցյալ։ Այսինքն տարտամ անցյալականությունը այն քաոտիկ իրականությունն է, քաոսն է, որտեղ կա ամեն ինչ եւ ոչինչ։ Օրինակը Մայլևիչի Սև քառակուսին, որտեղ կա ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ չկա ոչինչ։ Եվ պատմագետը պետք է կարողանա այդ ամբողջի միջից, այդ բազմազանության միջից իմաստավորել, վերցնել ինչ-որ բաներ, որոնցով կկարողանա կերտել կամ ավելի շուտ վերակերտել պատմական անցյալը, այսինքն տարտամությանը հաղորդել ռիթմ, իմաստ, որը պիտի դառնա արդեն, այո, եւ ոչ, որը պիտի դառնա հենց պատմությունը, այսինքն պատմությունը այդքան էլ պրիմիտիվ չի, ինչքան որ իրականում ներկայացվում է։ Դա գալիս է պոզիտիվիզմի իրականությունից, քանի որ նրանք ամեն ինչ այդ պոզիտիվ չափումի մեջ էին դիտարկում, այստեղ պատմագիտությունը ինքը պետք է բնականաբար կրկին մտներ փակուղի։ Սա պատմագիտության մեկ ուրիշ ճգնաժամային իրողություն էր, երբ որ հումանիտար մտքին պարտադրվում էր բնական գիտությունների ձեռքբերումները, այսինքն բանաձևեր, սահմանումներ, բաներ, որոնք հատուկ չեն պատմագիտության եւ ընդհանրապես հումանիտար մտքին։ Իսկ ձեր կարծիքով մեր հումանիտար միտքը որ փակուղում է, այսինքն համաշխարհային միտքը կամ ոգու պատմությունը, ինչպես դուք եք ասում, բազմաթիվ ճգնաժամեր հաղթահարել է եւ դեռ կհաղթահարի, սակայն առանձին վերցրած յուրաքանչյուր հանրույթ, յուրաքանչյուր միավոր, որտեղ միտք է ծնվել, իր ճգնաժամերը ունի, առանձին միգուցե մակարդակներում է այդ ճգնաժամերը։ Եթե փորձենք մեր արդի հումանիտար միտքը քննել, ապա մենք հատկապես ինչ ճգնաժամի մեջ ենք։ Մեզանում քննարկվում են այդ խնդիրները, որոնք դուք այսօր բարձրացրեցիք, մեր պատմագիտությունը ինքն իր առջև դրել է այսպիսի խնդիրներ լուծելու անհրաժեշտություն, որ ինչ որ մի ձևով դուրս գա ճգնաժամից օրինաչափ եղանակով։ Պարզապես ինչ որ անուններ չգիտեմ, բայց համոզված եմ, որ ինչ որ տեղեր եւս կան, զբաղվում են այդպիսի իրողությամբ։ Կարող եմ պարզապես մեր փորձառնություն ասել, որտեղ մենք ինչ որ հատուկ սպասելիքներ կամ ինչ որ, չգիտեմ ինչեր չենք դնում մեր առջև։ Պարզապես մեր խնդիրն է այսօրվա մեր պատմագիտական միտքը, որքանով հնարավոր է բարձրացնել
հասցնել կամ համադրել համաշխարհային պատմագիտական մտքին։ Միայն այդ ճանապարհով կկարողանանք ճգնաժամը հաղթարել։ Ինչի եմ դա ասում, որտեղ ասացի պոզիտիվիզմի մասին, ասեմ, որ այսօրվա մեր պատմագիտական ճգնաժամը, մեր հայկականը, դա եւս պոզիտիվիզմի հետևանք է, բայց շարունակել նշանակում գրել պոզիտիվիստական ոճի մեջ։ Այսինքն պոզիտիվիզմի մեջ չափազանց դրական բաները շեշտել։ Ուրեմն դրականը հետևյալ իմաստով, այսինքն պոզիտիվիստական պատմագիտության մեջ չափազանց կարևորը իրադարձությունը, եղելությունը, ժամանակագրական, այո, այնինչ եղել է, ժամանակագրականություն է։ Ավելին, մեր մոտ գնում են ավելի ծայրահեղության։ Ոչ միայն ժամանակագրություն, այլ նաև գերեզմանագրություն է։ Մեր մոտ դառնում է դա պատմություն, որը չի կարելի, ասենք 200 տարի շարունակ անընդհատ երկարացնել։ Մեր պատմագիտական միտքը Փառք Աստծո ժամանակին, ասենք Մխիթարյան հայրերի շնորհիվ, Ինջիջանի եւ Չամչյանի շնորհիվ, հատկապես Ինջիջանի շնորհիվ մեր պատմագիտական միտքը մի պահ համահարաբերակցվել է համաշխարհային մտքին։ Դրանից առաջ էլի ունեցել ենք խորենացու կերպարը։ Տեսեք, ինչպիսի հետաքրքիր արմատներ ունենք, որը բայց ժամանակի ինչպիսի ընդհատումներով է գալիս։ Մեր պատմությունը ըստ էության ընդհատումների պատմություն է։ Շարունակականությունը որպես այդպեսին մեր պատմագիտության մեջ գրեթե բացակայում է։ Եվ մի նոր փորձ արդեն փորձում ենք համաշխարհային պատմության ամբիոնի շուրջ ինչ որ բան պատասխաններ տալ, առայժմ ոչ թե ճգնաժամը դուրս բերելու, բայց ուրվագծելու, հասկանալու ճգնաժամը, որտեղից է գալիս արմատները։ Շարունակում ենք զրուցել հումանիտար մտքի ճգնաժամի շուրջ, տաղավարում է ՍՏ գրող թարգմանիչ Հակոբ Մովսեսը եւ պատմագետ Սմբատ Հովհաննիսյանը։ Արևմտյան միտքը, համենայն դեպս արևմտյան միտքը երկար ժամանակ քննում է մարդակենտրոնության գաղափարը։ Հումանիտար մտքի տիրույթ է մտել այսպիսի մի տեսական, նույնիսկ տեսլական եւ փորձում է հասարակական կյանքը կազմակերպել այս մտքի շուրջ մարդակենտրոնության։ Սակայն ինչպես դուք նշեցիք, կյանքը, ինչպես ասում են, ոչ չունի, այսինքն այդքան էլ մարդակենտրոն չստացվեց մեր համակեցության կյանքը, մարդ-մարդ հարաբերությունները եւ այս իմաստով մեզանում նույնպես շատ քիչ, բայց հնչում են երբեմն մարդակենտրոն հասարակություն կառուցելու գաղափարները, սակայն որտեղ ենք մենք հասել մտքի իմաստով, ոչ միայն խոսք հնչեցնելու, այլ իսկապես մտքի, որը հետո կմտներ ինստիտուտներ հասարակական եւ այնտեղ կկառուցեր իսկապես մարդակենտրոն մտածողությամբ գործունեություն։ Ընդհանրապես, եթե մենք համաշխարհային պատմության մեջ պետության կերպարը փորձենք մեր հայացքների առջև պատկերացնել, ձևավորել, սկսած Պլատոնից մինչև Հեգելի դասական աշխատությունները։ Մենք պետության հիմքում դրված կտեսնենք հումանիտար միտքը։ Այն իմաստով, ինչ իմաստով, որ մենք հումանիտար բառը մեկնաբանեցինք։ Այսինքն միտք մարդու համար, մարդու կերպարը բացահայտող, մարդու տարբեր ռակուրսները, մետամորֆոզները կանխատեսող, տեսնող եւ այլն եւ այլն։ Ինքը պետության զարգացումը կարելի է ասել հակառակ իր բոլոր փլուզումներին, անկումներին եւ այլն, պատերազմներ, առավելքներ եւ այլն, մինչեւ 10-րդ դարը համենայն դեպս փորձել է լոգոսի մտքի պրոդուկտ լինել։ Սա է պատճառը, որ բոլոր քաղաքական գործիչները քիչ թե շատ աչքին գնող մեծ քաղաքական գործիչները հումանիտարի ներկայացուցիչներ էին։ Ալեքսանդր Մակեդոնացին հումանիտարի ներկայացուցիչ էր։ Նա աշխարհը գրավելով, աշխարհը իդիոմատիկ գրավելու ինչ-որ մի արիստոտելյան մոդել ուներ իր մտքի մեջ։ Նապոլեոնը, չգիտեմ ինչը, Կեսարը եւ այլն, ում անունը ուզում եք տվեք։ Պատմությունը 10-րդ դարից, ինչպես ասում է իմ եւ Սմբատի շատ սիրելի մտածողներից մեկը Մարտին Հայդեգերը, 10-րդ դարից գերմաներեն ասում են Nebenflieg, երբ որ դու թռնում ես, մեկ էլ հանկարծ սկսում ես կողքի թռնել, հանկարծ շեղումային մի թռիչքի մեջ մտավ։ Հայդեգերը կարծում է, որ դրա պատճառը գիտության եւ տեխնիկայի բուռն եւ շատ անսպասելի զարգացումն էր։ Պատմությունը մտավ մի կշռույթի մեջ, որտեղ մարդու մեխանիկական տեսիլքը մարդու բարոյական տեսիլքից առաջ ընկավ։ Եթե դուք կուզենաք իմանալ, հենց կոմպյուտերի համակարգչի ամբողջ էությունը դա է, դա մի բան է, որի մեխանիկական հնարավորությունները
իր մարդու մեխանիկական հնարավորությունները իր մեջ ամփոփելով, մարդու բարոյական կերպարից ինքը շատ առաջ է ընկել։ Դա է, որ մարդուն սպանում է։ Եվ 10-րդ դարից հետո խոսել պատմության մասին այն չափաբերումներով, ինչ չափաբերումներով, որ դասական փիլիսոփայությունն էր պատկերացնում պատմությունը, կարծեմ օգտագործելով, եթե չեմ սխալվում, հոլիզմ բառը, այսօր հնարավոր չի։ Հնարավոր չի թեկուզև այն իմաստով, որ այսօրվա ժամանակը, հոսող ժամանակը դժվար է ասել պատմությունը, թե ինչ որ մի ուրիշ բան է։ Օրինակ ենթադրենք, եթե պատմության կոնտեքստից դեպքը եւ իրադարձությունը հանում ես, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանվել է, դեպք չկա, իրադարձություն չկա, այսինքն պատերազմներ չկան, հարձակումներ չկան եւ այլն եւ այլն։ Ուր մնաց պատմությունը, ուր է պատմությունը։ Կարող է որևէ մի գիտնական այսօր գրել համաշխարհային պատմությունը 70-ից 90-ական թվականներին։ Գուցե կարող է, բայց դա շատ բարդ, մեթոդաբանական շատ բարդ հարց է, որի պատասխանը պետք է տրվի։ Ահա երբ մենք մտել ենք այսպիսի չափաբերումների մեջ, ինձ թվում է հենց իսկը ժամանակն է, հենց իսկը այն պահն է, երբ մենք պետք է պատմությունը վերաիմաստավորենք այն իրողությունների լույսի ներքո, որի մեջ մենք հայտնվել ենք։ Այստեղ է, որ հումանիտար միտքը անփոխարինելի արժեք ունի, առանց դրա աշխարհը ուղղակի կանգնած է կրախի առջև։ Մարդը կարող է, ոչ թե կարող է, լավ է ապրում, լավ է հագնվում, լավ է ուտում, բանաձևումով ասած, բայց մարդը իր առջև նպատակ չունի, չգիտի ուր է գնում, ինչի է գնում, ահա դա է, որ ես համարում եմ հումանիտար մտքի ճգնաժամ եւ դա եմ ես համարում պատճառը, որը իմ համոզմամբ այսօր պատմությունը պատմագրության դասական իմաստով իմ կարծիքով գոյություն չունի։ Իսկ այդ հարցի պատասխանը այսօրվա հումանիտար գիտությունը կարող է տալ։ Մի նախադասությամբ հարցը շատ հետաքրքիր հարց է։ Այդ դեպքում ինչն է, որ այսօր պետք է կերտի աշխարհի եւ մարդու կերպարը, այսպես ասենք։ Եթե մենք ասում ենք պատմություն տեղի չունենում, այսօր պատմություն գոյություն չունի այն իմաստով, ինչ իմաստով, որ մենք դասական իմաստով, որ պատմությունը որպես ժամանակագրություն, որպես հիստորիա հասկանում ենք։ Բա ինչն է այսօր, որ պատմության մարդու պատմական կերպարը պետք է կերտի։ Ես կարծում եմ, որ այստեղ է, որ իմ շատ թաքուն ու շատ նվիրական միտքը, որը պատմաբանները բնականաբար չեն կարող ընդունել, ու ճիշտ էլ կանեն, որ չընդունեն, այն է, որ այսօրվա պատմությունը, բուն պատմությունը, հենց հումանիտարն է, աշխարհի մարդու պատմությունը այսօր ոչ թե պատմագրական գրքերում է կերտվում, այլ բանաստեղծության մեջ, նկարի մեջ, վեպում, մտքի մեջ եւ այլն եւ այլն։ Այսինքն այն ինչ որ Պոլ Վալերին համարում էր ոգու պատմություն։ Մենք պետք է տարբերենք, հենց որ հումանիտար բառը մենք օգտագործում ենք, ակամա թե կամա այս տարբերակումը մեր աչքի առջև կանգնում է։ Մենք պետք է տարբերենք պատմությունը իբրև ժամանակագրություն, իբրև քրոնիկա, քրոնոլոգիա եւ պետք է տարբերենք, այսինքն պատմությունը իբրև իրադարձությունների շղթա, ես դա նկատի ունենք, եւ պետք է տարբերենք այն, ինչը որ կոչվում է ոգու պատմություն, Պոլ Վալերի արտահայտությունն է դա, եւ որը մենք դեռևս չենք գրել կամ եթե գրել ենք դեռևս չենք կարդացել եւ նոր դեռ պետք է սկսենք կարդալ։ Ձեր կարծիքով, պարոն Հովհաննիսյան, որտեղ է մեր ոգու պատմությունը։ Ես սրում եմ իրավիճակները, որ Պարոն Մովսեսի ասվածից ելնելով, ուրեմն երկու տարբերակում մտցնենք ճգնաժամ ասվածի հասկացությունը հայկական իրականության մեջ։ Համաշխարհային հումանիտար մտքի ճգնաժամը հենց մտքի համատեքստում ծնված ճգնաժամ է։ Այսինքն նախկին մեթոդներ, արժեբանական համակարգերը իրենց սպառել են, նորն է պետք։ Մեր իրականության մեջ, այո, մեր քաղաքականության, անգամ մեր գործողությունների կամ գրառումների տեքստերի մեջ ընդհանրապես բացակայում է հումանիտար միտքը որպես այդպեսին։ Իսկն մեր ճգնաժամը մի կողմից պայմանավորված է եւ արտաքին այդ ճգնաժամի համաշխարհային մտքի ճգնաժամի արկայությամբ, մյուս կողմից ներքինը, որը մեզ վաղուց արդեն հետապնդում է։ Ինչի համար, որովհետեւ հայ իրականության մեջ, քանի որ մենք պատմական համաշխարհային պատմական ժամանակը փուլից դուրս ազգ ենք, կներեք իմ այս արտահայտության համար, բայց փաստը մնում է փաստ, մենք դուրս ենք։ Այո, մենք դուրս ենք այդ իրականությունից, բնականաբար մենք անընդհատ պիտի ձգտենք բացատրեք դա ինչ է նշանակում։ Ասում եմ, դրա համար մենք անընդհատ փորձելու ենք հասնել մի բանի, որը մեզանից առաջ է։ Այսինքն այդ հասնելու ընթացքում մենք ավելի շատ գնում ենք տնտեսական ռիթմների ուղղությամբ, քան հումանիտարը։ Ինչի համար հումանիտարը մեր մոտ մնում է դուրս, որովհետև հումանիտարը ավելի
հեռանկարային անգամ հազարամյակի չափումով այսպես ասած չակրտավոր եկամտաբեր իրողություն է, քան մյուս բոլոր բնակավարները, որտեղ դրանք անմիջապես դնում ես, տեսնում ես։ Հումանիտար միտքը դնում ես եւ չես կարող տեսնել։ Երբ որ Մովսես Խորենացին գրում էր իր հայոց պատմությունը, շատ հետաքրքիր մի ժամանակաշրջան, երբ որ միտքը եւ երբ որ պատմագիտական միտքը եւ քաղաքական միտքը իրար հանդիպում են Սահակ Բագրատունին եւ Մովսես Խորենացին եւ այս դրա արդյունքում ծնվում է թագավոր եւ պատմիչ։ Այո, պատմությունը, հայոց պատմությունը Խորենացու կողմից մի ֆունդամենտալ աշխատանք, որը անգամ իր ժամանակների մեջ կարող էր չափվել։ Մովսես Խորենացին տիրապետում էր արտակարգ հունա-առոմեական մտքին, մասնավորապես հունական մտքին արտակարգ էր նա տիրապետում։ Եվ իր այդ ներդրումով հայոց իրականությունը, թեպետ տեսեք, գոյություն ունեցող այդ ժամանակաշրջանը համաշխարհային ժամանակաչափի մեջ չկար, բայց ինքը իր ստեղծագործության մեջ կարողացավ դրանք դնել իրար կողքի, այսինքն մի ուտոպիա։ Այդպիսի մի ուտոպիա էր նաև իր ուսուցչի ստեղծագործությունը, չէ՞ որ Խորենացին Մեսրոպ Մաշտոցի աշակերտն էր, տեսեք, Մեսրոպ Մաշտոցը, ինչպես պրոֆեսոր Ստեփանյանն է դա նկատել, շատ հետաքրքիր մի իրողություն, նա վերցրեց եւ գոյություն չունեցող Հայաստան, թեպետ իր ժամանակ Հայաստանը գոյություն ուներ, բայց դա պայմանական գոյություն էր։ Դրա համար ասում եմ գոյություն չունեցող այդ Հայաստանը նա դարձրեց ուտոպիական մի հնարավորություն եւ իր աշակերտների միջոցով նա ստեղծեց այդ Հայաստանը, պահպանեց այդ Հայաստանը, պահեց այդ Հայաստանը իբրև ուտոպիա։ Խորենացին գրում էր հայոց պատմությունը, պատասխանելով ով եմ ես, որտեղից եմ գալիս, ուր եմ գնում։ Խորենացին գրում էր Հայաստանի աշխարհագրությունը, աշխարհացույց հայոցը, ցույց էր տալիս իմ աշխարհագրական սահմանները։ Եղիշեն գրում էր Վարդանանց պատերազմը, բայց ցույց տալով իբրև ազգը ուխտ համակարգը, ազգի շատ հետաքրքիր մի մոդել էր առաջադրում դեռևս եվրոպացիներից առաջ։ Եզնիկ Կողբացին գրում էր այդ Հայաստանի հավատքը որն է, Եղծաղանդոցը, իմ հավատքը։ Կորյունը գրում էր Մաշտոցի եւ այլ մի Մաշտոցի մասին, այսինքն այդ պետության անհատը ինչպիսին պիտի լինի։ Տեսեք, Վարդանանց մեջ Եղիշեի մոտ կոլեկտիվը, Կորյունի մոտ անհատը։ Այսպիսի մի բարդ հարաբերություններ էր ստեղծել, որը կրկնում եմ, այս ժամանակ փլուզված էր, չկար։ Դրա համար պատմությունը պատահական չէ, որ Խորենացին իր պատմությունը պետք է ավարտի ողբով, որը թեպետ այս պարագային քանդողական է, բայց միևնույն ժամանակ կառուցողական բնույթ ունի իր մեջ։ Այսինքն, եթե անդրադառնանք մեր ժամանակին, ձեր կարծիքով մեզանում այսօր ուտոպիաներ են պակասում։ Նաև Այդ ուտոպիան բերեց մեզ հասցրեց այսօրվան, որպես հանրույթ, որպես ազգ։ Եվ եթե մենք այսօր նորից ճգնաժամի մեջ ենք, նշանակում է նոր ուտոպիա է պետք։ Այո, ուտոպիան հենց ուտոպիա եւ ճգնաժամ փոխհարաբերությունները իրար հետ շատ շահկապված են։ Չկա ուտոպիա, ուրեմն չկա ճգնաժամ նախթարելու ոչ մի հեռանկար։ Ուտոպիան դա հեռանկարն է։ Դա ինքդ քեզ տեսնելու հնարավորությունն է, որտեղ դու կարող ես քեզ տեսնել, հնարավորությունն է տալիս։ Մեր ուտոպիան, մի անգամ ասել եմ ձեր հաղորդաշարի ժամանակ, մեր ուտոպիան մնում է առայժմ բանը, ցեղասպանության ճանաչումը։ Դա բացասական արժեբանությամբ ստեղծված իրականություն է։ Բայց մեր դրականն է բացակայում։ Դրականն է որ չկա։ Ուտոպիա ասելով բնականաբար սմբատը նկատի ունի իդեալ, իհարկե, այսինքն հումանիտար միտքը առաջին հերթին նրա համար է, որ ժողովրդից, ազգից, հասարակությունից, հանրույթից հիմա այդ մոդեռն բառն են օգտագործում, նրա առջև իդեալներ դնի։ Սմբատը ճիշտ է ասում, մենք թեև պետություն չենք ունեցել, ցակուցրիվ հատվածական եւ այլն, բայց հումանիտար միտքը մեր պատմության մեջ կարողացել է մեր ժողովրդի առաջ այնպիսի իդեալներ դնել, այնպիսի տեսլականներ դնել, որոնց շուրջ մենք եւ համախմբվել ենք եւ երբեմն արտեղնել ենք, բայց այդ թելի վրա հուլունք առ հուլունք հավաքվել եւ ազգ կամ հանրույթ կամ հասարակություն ենք պատկերացվել։ Մինչև Խաչատուր Աբովյան, մինչև 20-րդ դարի, ասենք մինչև Երկրորդ հանրապետություն։ Անկամ, այո, այսօր իհարկե վիճակը այլ է։ Այսօր մենք այսպես ասած մեր անկախության այս 20-ամյա ժամանակահատվածում առայժմ որոնումների մեջ ենք։ Մենք դեռևս չգիտենք ինչ բան է հասարակություն, ինչ բան է պետություն, անգամ մենք չգիտենք ինչ բան է կապիտալ։ Եթե պետության մեջ հումանիտար միտք գոյություն չունի, պետության մեջ կապիտալը չի կարող գործել,
չի կարող գործել ի նպաստ ժողովրդի, ի նպաստ պետության եւ այլն, որովհետեւ գիտեք, փող ունեցողը ինչ գիտի փողը ինչ բան է։ Փողը բարիք է թե չարիք։ Փողը մեկի ձեռքին չարիք է, մեկի ձեռքին կարող է բարիք լինել։ Ահա այս ամբողջ ամպլիտուդը հասկացությունների, գաղափարների, այսինքն պետական դիսցիպլինների, քանի որ կապիտալը նույնպես պետական դիսցիպլին է, ամբողջ մոդելը պետքա տա հումանիտար միտքը։ Մեր երկրում դա ցավոք տեղի չի ունենում կամ առայժմ դեռ տեղի չի ունենում։ Մեր պետությունը թերևս չունի այն գիտակցությունը, որ պետությունը ինքը հումանիտար երևույթ է։ Պետությունը հումանիտար գիտելիքի վրա է կառուցվում։ Պետությունը չհավատակ թե կառուցվում է ֆինանսական հաշվարկների, տնտեսական, սոցիալական, բանկային եւ այլն։ Պետությունը կառուցվում է հումանիտար մտքի վրա։ Մնացած բոլորի չափանիշները, մնացած բոլորի կարևորության, հիերարխիկ ամբողջ արժե համակարգը տալիս է հումանիտար միտքը։ Պետք է բխեցվի դրանից։ Մենք այսօր նաև ինքնիշխանության ճգնաժամի մեջ ենք։ Մենք գիտեք, Իսկ պիտի որ դա հանգստի պետության ճգնաժամի։ Մենք բազմաթիվ ճգնաժամերի մեջ ենք, բայց առաջին հերթին մենք, եթե ուզում եք իմանալ, պետության գաղափարավորման ճգնաժամի մեջ ենք։ Մեր ձեռքը պետությունն է ընկել, մենք չգիտենք թե դա ինչ է։ Մեկը տալիս սրան, մեկը գալիս է սրա ձեռից խլում է, մեկը փորձում է ինքը վերցնի, բայց ոչ մեկս չենք հասկանում, թե դա ինչ բան է, ինչի չենք հասկանում։ Չենք հասկանում, որովհետև այ իմ ու Սմբատի լայթ մոտիվ կարմիր թելը մեր հաղորդման մեջ թող սա լինի, որովհետև Հայաստանում բացակայում է հումանիտար միտքը, որովհետև այդ բոլոր բաղադրիչների դատավորը, արբիտրը, դնողը հումանիտար միտքն է, սա թող լինի մեր հիմնական ասելիքը։ Ես այստեղ պարզապես կներեք հավելեմ հետևյալը, որ հումանիտար մտքի շնորհիվ է, որ պետությունը կարող է դառնալ նաև պետականություն, որը կարծում եմ մեր օրերում կարծեք թե առայժմ չի դառնում։ Այո, պետությունը կա, բայց պետականությունը մի տեսակ չի երևում։ Փաստորեն ստացվում է, որ առանձին գրողներ ունենք, առանձին թարգմանիչներ ունենք, առանձին պատմագետներ ունենք, որոնք հումանիտար միտքն են ներկայացնում, նրանք անհատ են եւ հումանիտար մտքի ներկայացուցիչ են, գոնե ֆունկցիոնալ իմաստով։ Բայց չունենք այդ բոլորին իմի բերելու, հավաքելու եւ այդ ուժերով հասկացությունը, գաղափարը հասարակության մեջ, մեր կյանքի մեջ, մեր պետության մեջ տարածելու խելք չունենք։ Դրանք տարբեր բաներ են համենայն դեպս։ Իսկ ձեր կարծիքով, եթե միտքը կարող է փոխել իրականությունը, եթե համաձայն եք դրա հետ, այսպիսի տեսակետներն ու պատմագետներն են պնդում այդ մասին, գիտնականները նկատում են, որ ինտելեկտուալ կրույթը կարող է փոխել իրականությունը։ Այդ դեպքում, եթե մենք ունենք ինտելեկտուալ, իսկ մարդ ունենք, գրող ունենք, պատմագետ ունենք եւ այլն, անհատ ունենք, ինչու իրականությունն այսքան դժվար է։ Որտեվ քաղաքականություն չի դառնում, դա առանձին անհատներ են դրանք, դա պետք է մենք ոչ թե պետք է ավելի լավ է ոչ թե առանձին անհատներ ունենայինք 10 հատ հանճարեղ, ասենք, գրող, որոնցով մեր սրճարաններն ու իրականությունը լիքն է, այլ ունենայինք մտքի գերակայության մի հատ գիտակցություն, որի կրողը լինեին բոլորը առանց այդ 10 հանճարների։ Այս սա է, որ սրան մենք պետք է հասնենք, այսինքն սա նշանակում է, որ պետք է մեր կյանքում իշխի միտքը, հումանիտար միտքը։ Միտք եթե ասում ենք հումանիտարը պետք չի ավելացնել, պետք է իշխի միտքը, այդ դա է, որ բացակայում է մեր երկրում։ Ես կարող եմ ուղղակի մեր օրինակով ասել, այսինքն Ստեփանյանական դպրոցի մասին, որի համար արդեն կարող ենք հստակ ասել, որ այդպեսին արդեն կա, եթե սրանից 10 տարի առաջ դեռևս ուրվագծվում էր այդ իրականությունը, այսօր այն ձևավորվել է որպես այդպեսին եւ պրոֆեսոր Ստեփանյանը հետեւյալ համակարգով է մոտենում խնդրին, այսինքն պատմագիտությունը թեպետ մենք այո մի տեսակ առանձնացված կարող է կտրված լինենք նույնիսկ իրականությունից, բայց իրականում մեր այդ կտրվածությամբ ավելի իրական ենք։ Ինչ առումով, որովհետև մենք ժամանակի ավելի բարդ չափումի մեջ ենք փորձում մեզ համակարգել, մեր ստեղծագործությունը քաղաքակրթական ռիթմի մեջ ենք դիտարկում, որը հազարամյակների չափում ունի, որտեղ թեպետ կարող այսօր մեր կողքին չեն շատ մտավորականներ, որպեսզի ստանանք մտավորականությունը, բայց մենք մեզ պատկերացնում ենք այդ մտավորականների հետ միասին, իսկ այնպես ենք ստեղծագործում, այնպես ենք մեր արժև դնում չափանիշները, որ նրանք կան։
կա այդպիսի տեսակետ, որ մարդկությունը մենք պատմությունը ուսումնասիրում ենք ըստ ապագայի տեսլականի, այսինքն ոչ միայն ապագան ենք տեսնում կամ ներկան ենք տեսնում ինչպես ուզում ենք, այլ նույնիսկ մեր պատմությունն ենք, անցյալն ենք դիտարկում այնպես, ինչպեսին ուզում ենք տեսնել ապագան։ Եթե այս տեսակետից նայենք, ձեր կարծիքով այսօր մենք ինչ դիրքի վրա ենք կանգնած, մեր մտակեցվածքը որպես ազգ, որպես հանրույթ, որպես այսքան բարդ ու երկար պատմություն ունեցող հանրույթ, ինչ դիտանկյունից ենք մենք նայում մեր պատմությանը, մեր անցյալին եւ դրանից էլ հավանաբար կենթադրենք, թե ուրեմն ինչ ապագա ենք ուզում ունենալ։ Պատմագիտության համար եւ ընդհանրապես կարծում եմ հումանիտար մտքի համար չափազանց կարեւոր է խնդիրը, հիմնախնդիրը։ Իսկ ինչպիսի հիմնախնդիր ես դու դնում քո առջև եւ ինչպիսի լուծումներ կարողանում ես ըստ այդ հիմնախնդրի առաջարկել։ Նման պարագային ուրեմն մենք մոտենում ենք նաեւ անհատի խնդրին, իսկ չափազանց կարեւոր է թե հումանիտար մտքի եւ թե ընդհանրապես մտքի կրողների մեջ անհատը։ Այսինքն որքան խորն է անհատի մտահոգեվոր ունակությունները, նույնքան խորը կլինի նաեւ պատասխանը։ Չկա դա ուրեմն պատմությունը որպես այդպեսին նեղանալու է։ Պատմությունը որպես այդպեսին կներկայանա իբրև ժամանակագրություն, բայց ոչ ավելի բարդ համակարգ։ Իսկ որպես այդպիսի բարդ համակարգ անգամ անալների երկրորդ սերնդի ներկայացուցիչ Ֆերնան Բրոդելը վաղուց արդեն նշել էր, թեպետ նա թեականորեն էր նշել այդ 4-րդ չափումը իմաստունների ժամանակը, որտեղ ժամանակը կարծեք թե ընդհատված է, անշարժության է հասել, բայց որը արկա է, որը կա։ Այսինքն այդ ժամանակաչափումի մեջ պետք է նաև ստեղծագործել։ Իսկ դա անելու համար իհարկե պետք է կարևորել ներկան իբրև արդիականություն։ Այսինքն եթե դու անցյալին որոշում ես հարցեր առաջադրել, պետք է անցյալին տաս այնպիսի հարցադրում, որն արդիական է այսօր։ Հակառակ դեպքում դա կդառնա անպետք մի պատասխան, որտեղ եթե քեզ այս պատասխանը այսօրվա մեջ պետք չի, մի քիչ օգտապաշտական տարբերակով եմ մոտենում խնդրին, բայց գոնե այս առումով, եթե պետք չի, ուրեմն դա առայժմ պետք չի։ Ուրեմն արդիությունը ունի իր խնդիրները, իր հիմնախնդիրները եւ դրանք պահանջում են իրենց լուծում եւ նման լուծում պետք է առաջադրես նման հարցադրում լուծմանը նպաստող պետք է առաջադրես անցյալին, որը կարողանա ներկայի մեջ որպես այդպեսին ներկայանալ, իսկ ներկայի մեջ կարող է նաեւ ձևավորվել ապագան։ Այսինքն այս պարագային օրինակի համար պատմագետը ընդհանրապես հումանիտար մտքի ներկայացուցիչը պետք է չափազանց զգույշ լինի, որ իր ներկայի տակ չճզմի ոչ անցյալը, ոչ էլ ապագան ստորակարգի ներկային, այլ ներկան այն հարթակն է, այն հնարավորության տարածքն է, որտեղ պետք է անցյալը եւ ապագան ներկայի շնորհիվ երկխոսության մեջ մտնեն։ Ավելին պետք է բազմախոսեն միմյանց հետ։ Մենք օգտագործում ենք ներկայի հարթակը, ինչպես որ հարկն է։ Սամբատի ասած ինձ հիշեցրեց Նիցշեի մի հանճարեղ գրությունը իր առաջին գործերից է, որը կոչվում է կյանքի համար պատմության օգուտի եւ վնասի մասին։ Սա պատմագիտական, մեթոդաբանական, փիլիսոփայական մի հսկայական նորույթ է պատմությունը կենսական լիցքերով օժտելու, տեսնելու ասպարեզ, որը ես կարծում եմ շատ բաներով է նպաստել ժամանակակից պատմագիտության, պատմագրության մեթոդաբանությունը ճիշտ նույն անալներին, այո։ Նիցշեի միտքը հետևյալն է, որ պատմությունը կարող է շատ վնաս տալ այսօրվան եւ կարող է օգուտ տալ։ Նայած նրան, թե դու պատմությանը անդրադառնում ես որպես մեռած դիակի, թե մի կենթանի բանի, որը բերում ես այսօրվա մեջ, այսօրը վերակենդանացնելու, իմաստավորելու համար։ Մեր պատմությունը իհարկե առանձնահատուկ հանգամանքներում, իրավիճակներում է ստեղծվել, մենք պետություն չենք ունեցել, պատմությունը պետական գիտություն է, սա Նիցշեի մտքերից է, պատմությունը եւ ճարտարապետությունը պետական դիսցիպլիններ են։ Ուժեղ ճարտարապետություն կարող է ունենալ այն ազգը, ոչ եկեղեցական աշխարհիկ ճարտարապետություն, որը պետություն ունի, եւ պատմություն կարող է ունենալ այն ժողովրդային ազգը, որը պետություն է ունեցել։ Դա է պատճառը, որ մեր պատմությունը, պատմագրությունը մեծ խորենացու գրքով առասպելաբանության, պոետոլոգիայի, պատմության, հնարովի եւ ոչ հնարովի ինչ որ իրադարձությունների, չէ, մի կոնգլոմերատ է, մի խառնուրդ է, որովհետեւ պատմաբանը կարող է նույնքան նյութ խաղել իմիջիալոց, որքան գրողը։ Ով կարող է գրողի աչքերով տեսնել Աբգար արքայի
գեղեցիկ քաղաքը, որը նա կառուցել էր եւ որտեղ Հիսուս Քրիստոսին հրավիրում էր իր հետ ապրելու, քան գրողը։ Մինչև Լեո, մինչև մեր ժամանակները, մինչև Ալբերտ Ստեփանյան, որ մեր պատմությունը արդեն նոր կարծեք թե ուզում է համաշխարհային պատմագրության մեթոդաբանության մեջ մտնել, ես կարծում եմ, որ այս իմաստով իհարկե մեր պատմությունը մինչև այսօր անցյալի հետ գործ է ունեցել իբրև դիակի։ Երբ որ Սմբատ ասում է, որ բացասական Եղեռնի թեման մեր պատմության եւ մեր մտքի մեջ ընդհանրապես բացական լիցքավորում ունի, ես դա դրանով այդպես եմ հասկանում, այո, մենք Եղեռնի թեմային անդրադառնում ենք որպես դիակի, որպես անցյալում տեղի ունեցած մի ողբերգության, որը մեզ կապել է իր քարով եւ անընդհատ մենք սուզվում ենք եւ չենք կարողանում դա բերել այսօր, դա տանել դեպի առաջ։ Այս իմաստով ես կարծում եմ, որ հայ պատմությունը այսօր շատ մեծ անելիք ունի, պատմությունը կյանքի համար վտանգավոր վնասակար դարձնելուց օգտակար դարձնելու համար։ Օգտակար դարձնելու մասին Սմբատը խոսեց, դա այն է, երբ որ մենք ոչ թե հետ ես նայում դեպի պատմությանը, այլ ինչպես մի հանճարեղ արտահայտությամբ ասված է, դու առաջ ես նայում դեպի անցյալ։ Դու անցյալը տեսնում ես այսօրվա մեջ, անցյալը տեսնում ես հանուն այսօրվա եւ հանուն ապագայի։ Ես կարծում եմ, որ այսօր մենք այս տարեգիրքն էլ դրա ապացույցներից է, այդ մտածողության սաղմերը ունենք, հետեւաբար արժևում մենք կարող ենք վերաիմաստավորել մեր պատմությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Երրորդ հազարամյակի տաղավարում մտքի ճգնաժամ թեման կշարունակվի։ Ամեն բարի։